որը իրացված է լինելու։ Բայց ոչ միայն ես ուզում եմ հիշեցնել, որ մենք այս տարի մի շատ կարևոր ծառայություն մեկնարկեցինք նախադպրոցական կրթության ոլորտում եւ խոսքը վերաբերում է մինչեւ 2 տարեկան երեխաների մսուրի ծառայությանը։ Սա մի բան է, որը պետական նախադպրոցական կրթության ոլորտում թերևս խորհրդային ժամանակներից հետո չի եղել։ Եվ այսօր մենք ունենք արդեն Երևանում գործող մանկապարտեզներ, դրանց միանալու են նաև նոր մանկապարտեզներ Հրազդանում, Վանաձորում եւ Գյումրիում, որտեղ գործում են վաղ մանկության տարիքի խմբերը։ Ես ինքս առիթ եմ ունեցել այցելելու եւ տեսել եմ, որ այն աշխատանքը, որ պլանավորել ենք, թե կահավորման, թե վերապատրաստման, թե ծառայությունը սկսելու իմաստով բավականին լավ մեկնարկ է տալիս եւ մենք իհարկե սա որպես փորձնական ծրագիր ենք սկսել, եկող տարի նաեւ ունենալու ենք 6 ամսականների, այսինքն արդեն այս տարի 6 ամսականների համար նախատեսված ծառայություն 6 ամսականից սկսած եւ ընդհանուր առմամբ մսուրի զարգացումը լինելու է մեր առաջիկա ծրագրերի կարևոր թիրախը։ Ես պետք է նաև հիշեցնեմ, որ մենք նախորդ տարի մի շատ կարևոր աշխատանք էլ շարունակեցինք, որը ոչ պետական նախադպրոցական հաստատությունների լիցենզավորումն էր, ու սա հատկապես կարևոր եմ համարում որակի հանդեպ վերահսկողության մասով, եւ նախորդ տարի մենք ունեցել ենք ավելի քան 161 նախադպրոցական ոչ պետական հաստատություններ, որոնք լիցենզավորվել են, եւ այդ հաստատություններն էլ հաշվարկելով արդեն իսկ այս պահին ունենք շուրջ 250 լիցենզավորված ոչ պետական հաստատություններ, որտեղ սովորում է ավելի քան 10,000 երեխաներ։ Սա շատ կարևոր եմ համարում, որովհետև մենք ըստ էության այս ծառայությունները բերել ենք թափանցիկության եւ վերահսկողության դաշտ։ Մեր ուրեմն երեխաների ընդգրկվածության մասին էլ ըստ էության ստանում ենք ավելի ներդաշնակ եւ ավելի իրատեսական ցուցանիշներ։ Եվ հատկապես կարևոր եմ համարում, որ մենք նախորդ տարվա համեմատ ավելի մեծ ցուցանիշ ունենք ներառականության մասով։ Մեր մանկապարտեզներում այսօր սովորում են ավելի քան 1700 կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ։ Երբ մենք այս ծրագիրը սկսեցինք, այդպիսիք ընդամենը 91-ն էին, եւ այս մեծ ճանապարհը մենք անցել ենք միասին ու պետք է հիշեցնեմ, որ կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը նախադպրոցական հաստատություններում ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից։ Մենք նաև բավականին լավ ցուցանիշներ ու դինամիկա ունենք նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի շնորհման գործընթացում, այս պահին արդեն 2025-ի ավարտի դրությամբ մենք ունենք ավելի քան 70 նման մասնագետներ եւ նրանք արդեն հնարավորություն են ստանում պետական բյուջեից համապատասխանաբար 30 եւ 40% հավելավճարների եւ պետք է հիշեցնեմ, որ սա էլ մեր շարունակական աշխատանքն է։ Մենք իհարկե այս ծրագիրը զարգացնելու շատ տեղ ունենք, բայց նախորդ տարվա դրությամբ արդեն իսկ դինամիկան բավականին լավն է, որտեղ մի քանի անգամ աճել է մեզ դիմող եւ տարակարգ ստացող մասնագետների թիվը։ Երբ որ խոսում ենք այս ոլորտում մեր աշխատանքներից, ես